Պարոն Սաղաթելյան, կա արդեն հստակ որոշում, հասկացանք, որ դաշինքի ձևաչափը ցանկանում եք պահպանել, կա որոշում արդեն, որ դաշինքը ով է ղեկավարելու, կրկին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ որ այլ ուժերի հետ է այս պահին բանակցություններ ընթանում։ Այդ մասին դեռ որոշում չկա, տեսեք, որպեսզի հասկանանք ընթացքը, Դաշնակցությունը որոշել է մասնակցել դաշինքային ձևաչափով։ Հիմա մենք արդեն պետք է տեղի ունենա քննարկումներ, խորհրդակցություններ, բանակցություններ, որպեսզի գանք եզրակացության։ Այդ բոլոր հարցերը արդեն տեղի կունենան եւ վերջնական որոշման կգանք այդ քննարկումների եւ բանակցությունների արդյունքում։ Բնականաբար սա մեր մոտեցումն է եւ այս հարցերը որոշում է կուսակցության գերագույն ժողովը։ Այս որոշումը մենք արդեն ունենք եւ սրանից հետո մինչեւ հիմա որևէ նման քննարկում տեղի չի ունեցել, որտեղ մենք չենք ունեցել այդ որոշումը մասնակցելու եւ դաշինքային ձևաչափով գնալու։ Այս որոշումից հետո արդեն ազատ ենք եւ լիազորված այդ բանակցությունները քննարկումները վարելու եւ վերջնական եզրակացության գալու եւ այդ հարցը պետք է որոշվի բնականաբար երկու կողմերի քննարկումների արդյունքում։ Այդ քննարկումներից հետո որոշակի հստակություններ կլինեն։ Քննարկում չի եղել այդ մասին, եւ քանի որ չի եղել այդ մանրամասները, հիմա չեմ կարող վերջնական հայտարարություններ անել։ Եմ հարց տալ։ Իհարկե։ Խնդրում եմ բանակցությունների մասին խնդրում եմ մի քիչ մանրամասն, օրինակ կան ուժեր, որոնց հետ բացառում եք բանակցությունը եւ գործարար Կարապետյանի առաջնորդած շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանին պետք է նոր առաջնորդ եւ ուղիղ ասաց, որ նախկին ղեկավարները, ինչպես նաեւ գործողը չպետք է ուրեմն մի խոսքով պետք է, այսպես ասած, հեռանան առաջին համարներից եւ պետք է նոր առաջնորդ։ Դուք ինչպես եք դրան վերաբերվում եւ համաձայն եք, որ եւ օրինակ կա հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանն էլ նահանջի եւ ձեր այդ դաշինքը չգլխավորի Ռոբերտ Քոչարյանն, այսինքն այս ընտրություններին նրա առաջնորդությամբ չգնաք։ Եվ ով է արժանի լինել իշխանություն ձևավորել, դա որոշելու է մեր ժողովուրդը։ Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի սահմանափակելու մեկ այլ ուժի մասնակցություն։ Կձևավորվեն այդ համապատասխան դաշինքները, կներկայացվեն ծրագիր, կներկայացվի թիմ եւ մեր ժողովուրդը իր գնահատականը կտա։ Իսկ ինչ վերաբերում է հավանական համագործակցությունը, ես կասեմ մեր տեսակետը, մեր մոտեցումը։ Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հեռացումը պայմանավորված լինի մեր մեկ այլ ուժի հետ համագործակցելու հարցում, մենք անվերապահորեն համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ով ում կմիանա, ինչ իրավիճակներ կլինի, դա ցույց կտա ընտրությունների արդյունքները։ Մի քիչ ուշացել եմ։ Ներողություն, մի ճշտում անեմ ու Վահե հարցը կտաս։ Տեսեք, դուք այսպիսի մեկնաբանությունները ամեն դեպքում կան դաշտում, որ Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահների, մասնավորապես Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դաշտում լինելու հանգամանքով։ Եթե նրանք մտնում են ընտրապայքարի մեջ, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի շանսերը մեծանում են։ Օրինակ, երբ որ նորաստեղծ ուժի ներկայացուցիչը հայտարարում էր չպետք է լինեն նախկիները, հավանաբար նաև դա նկատի ուներ։ Հիմա դուք օրինակ կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եթե լինում է նախկիներից որ մեկը լինում է ընտրապայքարի մեջ, դա Նիկոլ Փաշինյանի շանսերը ավելի մեծացնում է։ Դուք այս հարցի մասին ինչ եք մտածում? Կարծում եք, որ կա մեկը, որ դա նիկոլական խոսույթ է, այդ խոսույթն է նպաստում Նիկոլի վերարտադրությանը։ Մենք կարծում ենք, որ պետք է ընտրություններին ձևավորել, մասնակցել մի քանի խոշոր դաշինքներով,
մարդկանց ներկայացնել այլ ընտրանքներ, հնարավորություններ, ծրագրեր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թող ընդդիմության միջից ընտրի, որ թիմն է, որ ում ծրագիրն է, որ կարող է երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ Հայաստան դաշինքը նախորդ ընտրություններին ստացել է շուրջ 280,000 քվ։ Նախորդ ընտրություններին մասնակցած մյուս 23 կուսակցությունները ըստ էության շեմը չեն հաղթահարել։ Եվ որևէ մեկը այդ բարոյական, քաղաքական իրավունքը չունի այդ պահանջով հանդես գալու։ Մենք երբեք որևէ մեկին չենք ասում մի մասնակցել ընտրություններին, ընդհակառակը շատ անկեղծ հայտարարում ենք, որ շահագրգռված ենք, հետաքրքրված ենք, նաև նոր ձևավորվող ուժերը կարողանան ազդեցիկ ներկայություն ունենալ խորհրդարանում եւ որքան նման ուժերը եւ բլոկները շատ լինեն, այնքան այսօրվա իշխանության հեռացման միջավայրը ավելի բարենպաստ կլինի։ Հետևաբար ցանկացած ուժ պետք է պայքարի հատկապես ընդդիմադիր դաշտի ուժերը ոչ թե միմյանց դեմ, միմյանց թիրախավորելով կամ մեկ թիրախ, դա գործող իշխանությունն է, իսկ մրցակցություն, միմյանց քննադատություն մենք շատ նորմալ ենք վերաբերվում եւ այդ ազատ մրցակցության պայմաններում նաեւ հնարավորությունը մեր հանրությանը այլընտրանքներ առաջարկելու եւ ժողովուրդը թող կողմնորոշվի հին, նոր եւ մնացած ներկայացված ուժերի միջև։